Երեխաներ կար մի ժամանակ, երբ մարդիկ, չիմանալով բնության օրենքները, անխնա ոչնչացնում էին բոլոր գիշատիչ կենդանիներին։ Խնդրում եմ ինձ ասեք, որոնք էին այն գիշատիչ կենդանիները, որոնց վերացնում էին մարդիկ։ Այո, վագրերը կեցես, Միքայել, իսկ ինչու էին վագրերին անխնա ոչնչացնում։ Որովհետև մորթին թանկ էր։ Կեցես Լյուսի։ Երեխաներ, երբ վերացնում էին գայլերին, որ կենդանիներն էին հիվանդանում։ Եղջերուները, կեցես Աննա։ Երեխաներ, երբ վերացնում էին աղվեսներին եւ գիշատիչ թռչուններին, ինչերն էին շատանում, Մոնիկա։ Կրծողները, կեցես իմ աղջիկ։ Քանի տեսակի կենդանի է աշխարհում ոչնչացվել։ 270 տեսակ գիշատիչ կենդանի է, չէ, ոչնչացվել։ Ապրես Էմիլի, կեցես։ Երեխաներ, թունաքիմիկատներ օգտագործելով մարդիկ ծառերից ոչնչացնում էին միջատներին։ Այդ դեպքում որ կենդանիները կարող էին տուժել, Լյուսի։ Նապաստակները։ Այո, իսկ ինչպես էին տուժում։ Ինչպես։ Ուղղում էին թունավոր ծառի խոտոտում են եւ թունավորվում են, սատկում են։ Այո, երեխաներ, նաև Մալիկա, թռչունները չէ կարող էին այդպես սատկել, ուտելով թունավորված տերևներ կարող էին սատկել, չէ։ Բոլոր թռչունները։ Այո, երեխաներ, ուրեմն բացի միջատներից երեխաներ կարող էին նաև ոչնչանալ նապաստակներ, թռչուններ, որոնք կարող էին օգտվել այդ ծառի խոտերից։ Երեխաներ, օդի աղտոտվածությունից, ծխի քուլաներից մարդը կարող է հիվանդանալ։ Հա, ու մահանալ։ Այո, մարդը կարող է տառապել տարբեր հիվանդություններով, երբ մաքուր չէ օդը, չէ, երեխաներ։ Իսկ օդը ի՞նչն է ապահովում մեզ, երեխաներ։ Ծառեր։ Ապրես Միքայել, այո, մենք պետք է շատ ծառեր տնկենք, չէ, որպեսզի թթվածինը ավելի շատ լինի։ Երեխաներ, երբ մենք անխնա բնության մեջ ոչնչացնում ենք ծաղիկները, բույսերը, ինչ եք կարծում, նրանք կվերանան բնությունից։ Այո։ Ուստի մենք չպետք է, չէ, երեխաներ, անխնա քաղենք տնկված ծաղիկները կամ գեղեցիկ բույսերը, երբ մենք հանդիպում ենք փողոցներում, բակերում, դպրոցներում գեղեցիկ ծաղիկների, գեղեցիկ բույսերի, մենք չպետք է երեխաներ նրանց քաղենք, որպեսզի նրանք չվերանան, չէ։ Մենք նրանք քաղենք դեղին խատուտիկները։ Այո, դեղին խատուտիկները։ Նրանք կաճեն։ Նրանք նորից կաճեն, չէ, դեղին խատուտիկները քաղելով նորից կաճեն։ Քաղեն սպիտակ փչող բաները։ Խատուտիկները։ Այո, դրանք խատուտիկներն են, հասունացած խատուտիկներն են, երեխաներ։ Ուրեմն մենք ինչ հասկացանք այսօրվա դասից, երեխաներ, որ բնության պահպանությունը դա մարդու պահպանումն է, չէ։ Այո, ու պաշտպանություն։ Այո, ու պաշտպանությունը։ Կեցեք, երեխաներ։ Ես հոգատար եմ եւ մաքրում եմ դպրոցի բակ։ Կեցես, Արիաննա։ Ես հոգատար եմ եւ մաքրում եմ շրջակա միջավայրը։ Կեցես, Լյուսի։ Հոգատար եմ եւ հոգատար եմ տնկած սաղիկի մասին։ Կեցես, Աննա։ Ես հոգատար եմ ու հոգ եմ տանում իմ ծաղիկի մասին։ Կեցես, Մոնա։ Հոգատար եմ եւ հոգ եմ տանում իմ տնկած ծաղիկի։ Ահա, իսկ ինչ ես անելու։ Ծաղիկը մաքրելու ես խոտերից, չէ։ Կեցես, Լյուսի, փորձիր։